Ապրիլի 22-ին Դինամո մարզադահլիճում կայացել է ներքին գործերի նախարարություն գլխավոր դատախազություն ֆուտզալի եզրափակիչ հանդիպումը, որին ներկա էին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ներքին գործերի նախարարության եւ ոստիկանության ղեկավար կազմը։ Համառ պայքարի արդյունքում հաղթողի կոչումը նվաճեց ներքին գործերի նախարարության հավաքական թիմը 5-3 հաշվով հաղթելով գլխավոր դատախազության հավաքական թիմին։ Ֆուտզալի առաջնությունում երրորդ մրցանակային տեղը գրավեց քննչական կոմիտեի հավաքական թիմը։ Ավարտին տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն։ Ներքին գործերի նախարարության հավաքական թիմին եւ մարզիչ պաշտոնաթող գնդապետ Գագիկ Վարդանյանին մեդալներով ու դիպլոմներով պարգևատրեց Արփինե Սարգսյանը։ Մրցանակային տեղեր զբաղեցրած հավաքական թիմերն ու անհատական խաղով աչքի ընկած մասնակիցները եւս արժանացան համապատասխան պարգևների։ Պարգևները հանձնեցին ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը եւ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Բաբայանը։ Հանդիսավոր միջոցառման ավարտին ելույթ ունեցավ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, շնորհավորելով բոլորին եւ ընդգծելով, որ հաղթեց ընկերությունն ու իրավապահ կառույցների մարզական ընկերության մշակույթ ձևավորելու պատրաստակամությունը։ Նշենք, որ ոստիկանության օրվան նվիրված Դինամո մարզական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ապրիլի 8-ին մեկնարկել էր իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնությունը, որին մասնակցում էին ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, քննչական կոմիտեի, հակակոռուպցիոն կոմիտեի, գլխավոր դատախազության, արդարադատության նախարարության, պետական վերահսկողական ծառայության եւ պետական եկամուտների կոմիտեի հավաքական թիմերը։ Առաջնության նպատակն էր իրավապահ կառույցների միջև ձևավորել մարզական առողջ հարաբերություններ։ Շնորհավորում ենք մեր գործընկերներին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության եւ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հավաքական թիմերին պատվավոր երկրորդ եւ երրորդ հորիզոնականները զբաղեցնելու արդիվ եւ շնորհակալություն ենք հայտնում իրավապահ մյուս գործընկեր կառույցներին ակտիվ համագործակցության համար։ Ապրիլի 23-ին ներքին գործերի նախարարության փրկարարծառայությունում տեղի է ունեցել օպերատիվ աշխատանքային խումբ ստեղծելու եւ աշխատակարգը հաստատելու մասին միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը, որը նախագահել է փրկարարծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ փրկարարական ծառայության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։ Մասնակցել են շահագրգիռ պետական կառույցների ներկայացուցիչներ։ Կամո Ցուցուլյանը նախ շնորհակալություն է հայտնել ներկաներին սերտ համագործակցության համար, ընդգծելով միջգերատեսչական ձևաչափով պարբերական հանդիպումների կարևորությունը։ Փրկարարծառայության տնօրեն անդրադարձել է աշխատանքային խմբի գործունեության առանցքային նպատակներին, ներկայացնելով աղետների ռիսկերի նվազեցմանը, արտակարգ իրավիճակների կանխարգելման ու դրանց հետևանքների արդյունավետ վերացման ուղիները։ Փրկարարծառայության բնակչության պաշտպանության եւ աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ Գուրգեն Մարտիրոսյանը ներկայացրել է 2024 թվականին հանրապետության սողանքային վտանգավոր 7 տեղամասերում կատարված աշխատանքները։ Փրկարարական ծառայության գնդապետը օրակարգային հարցերի շրջանակներում հանգամանորեն անդրադարձել է մի շարք մարզերում կատարված ինժեներաերկրաբանական ուսումնասիրություններին ու դրանց արդյունքներին, նշելով, որ ուսումնասիրությունները մեծապես նպաստել են կանխարգելիչ եւ հակասողանքային միջոցառումների ծրագրավորմանը եւ արդյունավետ իրագործմանը։ Ներկաների ուշադրությունը հրավիրվել է արկա ռիսկերի համակողմանի վերլուծության, ինչպես նաեւ իրականացվող գործողությունների ընթացքում ի հայտ եկած խոչընդոտների տեխնիկական բարդությունների վրա։ Այս համատեքստում կարևորել է միջգերատեսչական մակարդակում սերտ համագործակցությունը արկա խնդիրներին համատեղ ու համակարգված լուծում տալու նպատակով։ Ընդգծել է, որ չնայած արկա մարտահրավերներին ձեռնարկվելիք միջոցառումները նպատակ ունեն ապահովել բնակչության անվտանգություն ու ենթակառուցվածքների անխափան շահագործումը, ինչը կնպաստի բնական աղետների ռիսկերի առավել արդյունավետ կառավարմանը, վտանգների չեզոքացմանն ու հնարավոր հետևանքների նվազեցմանը։ Նիստի ընթացքում միջգերատեսչական աշխատանքի խմբի անդամները ներկայացրել են իրենց գերատեսչությունների կողմից իրականացված ծրագրերը, համակողմանի անդրադառնալով արկա խնդիրներին եւ առաջարկելով առարկայական լուծումներ միջոցառումների արդյունավետ իրականացման համար։ Հանդիպման ընթացքում բարձրացված հարցերի առնչությամբ մասնակիցների առաջարկած լուծումները դարձել են ընդհանուր քննարկման առարկա, հիմնված նրանց մասնագիտական վերլուծությունների, ոլորտային առանձնահատկությունների
պայմանավորվածությունների եւ կառուցողական համագործակցության վրա։ Ամփոփելով նիստը Կամո Ցուցվիլյանը շեշտել է, որ աղետների ռիսկի արդյունավետ կառավարումը պահանջում է հետևողական մոտեցում, որը հիմնված է օպերատիվ արձագանքման, հստակ կոորդինացման եւ շարունակական աշխատանքի վրա, նպատակ ունենալով հնարավոր վտանգներին արագ դիմագրավել եւ դրանց հաղթահարման համար արդյունավետ կարողություններ ձևավորել։ Ազգային անվտանգության ծառայության գործընկերներից ստացած օպերատիվ տվյալները քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներն իրացրին ապրիլի 15-ին։ Ժամը 18:45-ին Մայրաքաղաքի Փիրումյանների փողոցում ձերբակալվեցին եւ Toyota մակնիշի ավտոմեքենայով վարչություն տեղափոխվեցին Արմավիրի մարզի 2 եւ Գորիս քաղաքի 1 բնակիչ։ 30-ամյա Գորիս ցուխուզարկությամբ հայտնաբերվել է 2 փաթեթ, որոնցից մեկում մարիխուանայի նմանվող մոտ 13 գրամ զանգված կար, մյուսում կպչուն ժապավենով 66 փաթեթ լցված ընդհանուր մոտ 135 գրամ նույն դեղնականաչավուն զանգվածով։ Toyota-ն տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին, հանգամանքները նախաքննության պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել 102, տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Հրդեհները շրջակա միջավայրի կենսանվտանգությանը սպառնացող մարտահրավերներից են, որոնց առաջացման պատճառները գլխավորապես մարդկային անուշադրության արդյունք են։ Հաճախ մարդիկ չգիտակցելով բացասական հետևանքները գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ այրում են խոզանն ու բուսական մնացորդները, նպաստելով հողի որակական հատկությունների կորստին, բուսական եւ կենդանական աշխարհի ոչնչացմանն ու մթնոլորտային օդի աղտոտմանը։ Խոզաների այրումը վատթարացնում է հողի օրգանական կազմը, նվազեցնում խոնավությունը, նպաստում է հողում եղած օգտակար նյութերի քայքայմանը, նվազեցնում է հողի բերիությունը, նպաստում է թոքերում քաղցկեղի առաջացմանը, առաջացնում է հազ, ցավ կրծքավանդակում եւ շնչառական խանգարումներ, ոչնչացնում է միջատներին, սողուններին, մանր կաթնասուններին, խոչընդոտում է սննդանյութերի ցիկլը, սնման շղթայի կապերը եւ բույսերի սերմերի տարածումը, ինչը կարող է հանգեցնել տեսակների անհետացման կամ դրանց պոպուլյացիաների նվազեցման, ազդում է էկոհամակարգի ինքնավերականգնման հատկության վրա։ Հարգելի քաղաքացիներ, զերծ մնացեք խոզանների այրում կատարելուց, պահպանելով շրջակա միջավայրի կենսաբազմազանությունը, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարեք 911 հեռախոսահամարին։ Հարգելի քաղաքացիներ, roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը ակտիվացնելու դեպքում տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված տուգանքի գումարը կարող եք վճարել 20%-ով պակաս։ Կարևոր է իմանալ, որ 20% բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը։ Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե օրինակ պետք է նշանակվեր 10,000 դրամ տուգանք, ապա ծանուցումն էլեկտրոնային եղանակով ստանալու դեպքում կկիրառվի բոնուսային նվազեցում եւ տուգանքի չափը կկազմի 8000 դրամ։ Օգտվեք թվային լուծումներից եւ վճարեք 20%-ով պակաս։